Որոնք են լինելու նախաձեռնության հետագա անելիքները, կարծես հստակ է, որ եւ կայուն մեծամասնության դրույթի եւ ընդհանրապես մյուս վիճահարույց կետերի հետ կապված զիջումներ եւ փոխզիջումներ կարծես թե չեն լինելու։ Նախաձեռնությունը ինչ է նախատեսում անել հետագայում։ Տեսեք, նախ ուզում եմ շեշտել, որ եւ այդ կայուն մեծամասնության դրույթը եւ մյուս դրույթերը ընդհանրապես ձևերն են, հնարքներն են իրականացնելու իրենց գլխավոր նպատակը, որը ենթադրում է խորհրդարանում ամբողջական մեծամասնություն ապահովելու եւ խորհրդարանի միջոցով երկիրը ղեկավարելու։ Հիմա տեսեք, այս պահին այդպիսի մի ձև հանդիսանում է մեծամասնական ընտրակարգը։ 41 մեծամասնական ընտրակարգ կա, դա ըստ էության հանրապետական կուսակցության համար հանդիսանում է ֆորա, որովհետեւ գիտենք Հայաստանում ինչպիսի ընտրական համակարգ է, ըստ էության մեծամասնական համակարգում ընտրություններ տեղի չեն ունենում եւ բոլոր ընտրատարածքները ի սկզբանե պատկանում են հանրապետական կուսակցությանը։ Հիմա այսքան քննադատություններից հետո այդ մեծամասնական ընտրակարգից հետո որոշել են դա փոխարինել մեկ այլ ձևով, որը ավելի խայտարակ ձև է, այդ երկրորդ փուլի մասին օրենքը։ Հիմա տեսեք Վենետիկի հանձնաժողովը անընդհատ պնդում է, որ դա պետք է վերացնել նախագծից։ Գուցե մի այդ ճնշումներին ի վերջո տեղի տան եւ սահմանադրության նախագծից վերացնեն եւ դա փորձեն հասկացնել օրենքի տեսքով եւ այլն։ Կարևորը դա չի, կարևորը ընդհանուր կոնցեպցիայի հասկանալն է, իսկ դա նաեւ որ վերացվում է նախագահական համակարգը դրա համար, որպեսզի հնարավորություն տրվի Սերժ Սարգսյանին շարունակել ղեկավարել երկիրը, որտեղ այսօրվա սահմանադրությունը արգելում է նրան երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել։ Իսկ ահա այս նոր նախագծով արդեն սանձներով ազգային ժողովի նախագահի պաշտոնը եւ շարունակելով իր ձեռքում պայել հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնը, Սերժ Սարգսյանը ստանալու է միանձնյա եւ անսահմանափակ իշխանության հնարավորություն։ Նախաձեռնության արժանահավատ չի թվում Դավիթ Հարությունյանի են հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնելու նաեւ ազգային ժողովի նախագահի պաշտոնին։ Ինչպես կարող է մեզ արժանահավատ թվալ Դավիթ Հարությունյանի կամ այս իշխանության որևէ ներկայացուցիչի հայտարարություն։ Այս իշխանությունը ամեն նոր ամեն պահի ապացուցում է, որ իր որևէ հայտարարության պետք չէ լուրջ ընդունել, դրանք չեն կատարվում կամ սովորաբար կատարվում են հակառակ տրամաբանությամբ, այնպես որ այս Դավիթ Հարությունյանը մի ամիս հետո կարող է ասել, որ հասարակական անհրաժեշտությունը բխում է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն ազգային ժողովի նախագահի պաշտոնը, այլև բոլոր հնարավոր պաշտոնները կարող է զբաղեցնել, այստեղ որևէ հավատալ չհավատալու մասին խոսք չի կարող լինել։ Ինչ պայքար եք տեսնում հետագայում, ինչ կուսակցությունների հետ եք համագործակցելու, թե ոչ սկզբունքորեն դեմ, որ նույնիսկ քննարկումների չի գնալու, կարծես միայն Հայ ազգային կոնգրեսն է, որը մերժում է նախագահի հրավերը, բայց մյուս կուսակցությունների հետ համատեղ աշխատանքներ, փողոցային պայքար, ինչպես եք պատկերացնում։ Տեսեք, այդ նախագահի հրավերի մասին ըստ էության այդ հրավերը նույնիսկ Սերժ Սարգսյան այդ քննարկումները նույնիսկ Սերժ Սարգսյանին պետք չեն, որովհետև արդեն ամեն ինչ որոշված է, դա ընդհանրապես ձևականություն է, իմիտացիա է ցույց տալու իբր թե կա որոշակի քաղաքական կոնսոլիդացիա այդ փոփոխությունների շուրջ, բայց մենք գիտենք այդ կոնսոլիդացիան ինչպես է ստացվել, մենք գիտենք, որ ընդհանրապես մի քանի այս ամառ քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվել էին այդ համանացան փոփոխությունը իշխանության վերարտադրության ծրագիրը տապալելու համար, սակայն քաղաքական տերորի արդյունքում ըստ էության խորհրդարանում երկրորդ խմբակցությունը զբաղեցնող ընդդիմադիր կուսակցության ոչնչացումից հետո, նրա ղեկավարի առջև հրապարակայնորեն շանտաժներից հետո հնարավոր եղավ միայն այդ արգելքները վերացնել եւ այո այսօր խորհրդարանում կարծես թե միայն երկու խմբակցություն է մնացել, որ հստակ դեմ է արտահայտվում Հայ ազգային կոնգրեսը եւ Ժառանգությունը։ Մենք հստակ հայտարարել ենք, որ այս հարցի լուծումը, այս համանական փոփոխությունների կանխարգելումը հնարավոր է միայն լայն կոնսոլիդացիայի արդյունքում եւ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական ակտիվիստների եւ որի կանոնը նպատակը այդ կոնսոլիդացիան հաշվի առնելով, որ նույնիսկ Բարգավաճ Հայաստանը, որը նախկինում կտրականապես դեմ էր, հիմա դրապես դեմ է, որովհետեւ ըստ էության այդ կուսակցությանը ոչնչացրել են։ Հիմա մենք ոչ թե ակնկալում ենք ստանալ այդ կոնսոլիդացիան, այլ մենք ամեն օր աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք արդեն հանդիպել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, Հայ ազգային կոնգրեսի, Ժառանգության, հիմնադիր խորհրդարանի եւ այլ արտախորհրդարանական ուժերի հետ ենք հանդիպել ենք հանրային սեկտորում առկա բոլոր ակտիվ կազմակերպությունների հետ եւ հիմա մենք պատրաստվում ենք սեպտեմբերի սկզբին անցկացնել համաժողով, որը ըստ էության դառնալու է ոչի շարժումը, ոչի ճակատը սկզբնավորող, հիմնավորող խորհրդաժողով եւ այնտեղ հստակ հանրությունը կտեսնի թե որ ուժերն են դեմ եւ որ ուժերն են պատրաստվում պայքարել այս փոփոխությունների դեմ։ Այդ համաժողովից հետո էլ մենք պատրաստվում ենք սկսել մեր միասնական գործողությունները, կլինեն հանրահավաքներ մարզերում, կլինեն այստեղ Երևանում հանրահավաքներ եւ երթեր։ Սեպտեմբերից սկսած ամբողջ ակտիվ շրջանը սկսելու է դրա դեմ։